բոլոր նիստերի, այն նիստերը, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացմանը, մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մենք նաև ունենալով 14 մանդատ կարող ենք հրավիրել արդահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը, մեր նախընտրական ծրագրերում հայտարարած բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որպեսզի իրականանա, քանի որ այդ ծրագիրը մեր քաղաքի Գյումրու և գյումրեցիների մասին է։ Այսինքն մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին և մեր բնակչությանը։ Այնպիսի տպավորություններ, որ ընդհանուր հայտարարի եք կոմունիստների հետ, գրեթե բոլոր հարցերին կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի, չգիտեմ, ինչպես պրիկան, ճիշտ ասած, այդքան շատ ծանոթ չեմ, հոկտեմբերի գետ չեմ եղել, պատիվ չեմ ունեցել, հոկտեմբերի լինելու, բայց ասենք անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հետ ուղղակի ասենք պոպուլիզմ է կամ ցուցադրություն, որին ես դեմ եմ, մարդիկ հանձնաժողովների մեր նախագահների կողմ են քվեարկել, այդ հանձնաժողովները համատեղ նախագահ, տեղակալ, անդամներ բոլորս միասին աշխատելու ենք, բնականաբար այն հարցերը, որոնց մեջ մենք խնդիր կտեսնենք, այն հարցերը, որոնք չեն վերաբերվի մեր քաղաքի ընդհանուր շահին, մենք դեմ ենք լինելու, բայց այն բոլոր հարցերը, որոնք իօգուտ է մեր քաղաքի զարգացման, այս ծանր վիճակից անելու, բնականաբար մենք մեր լիազորությունները օգտագործելու ենք, այդ հարցերին հետևողական լինելու ենք, ինչպես ընկեր Ղուկասյանը նշեց, որտեղ ասեց մենք ընկերով ենք խոսել, ընկեր Ղուկասյանը նշեց, ինչպես ինքն է խիստ լինելու, կրկնակի անգամ մենք ենք խիստ և հետևողական լինելու, որպեսզի պաշտոնյաները իրենց լիազորությունները և պարտականությունները իրականացնեն պատշաճ օրենքի համապատասխան և ծառայեն գյումրեցիներին։ Քանի որ հիմա այստեղ եմ, ասել եմ իմ մանդատս վերցնում եմ, որևիցե պաշտոնի չեմ հավաքում, ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես, 17200 ձայն ունեցող անկախություն և անձնավորություն եմ, իմ համար դա Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնն է։ Բացառում եք ինչ-որ շրջանում կոալիցիա ձևավորել կոնկուրսի հետ։ Այո, բացառում։ Իսկ ինչ է պատճառը։ Ես ուր կոմունիզմ արտահայտ ընտրությունների օրակարգը կլինի այն ժամանակ, երբ տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը սկսի ճակեր տալ, երբ սկսեն բախվել արդեն անձնական և քաղաքական շահերը, որը ես անխուսափելի եմ համարում։ Կեսօրվա քվեարկությունները այդքան մեծ էական նշանակություն չունեցող քվեարկություններ են, մարդիկ մյուս խմբակցությունները հայտարարել էին, որ ընտրելու են Վարդան Ղուկասյանի որպես Գյումրի համայնքի ղեկավար ընտրել են, չեն հայտարարել, որ տեղակալներ են ընտրելու, եկել ընտրել են, դրանից հետո, ինչպես ասում ենք, ապրենք, տեսնենք, ինչպես կընթանան, քանի որ 26 թվականին Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովի ընտրություններ են, այս տարբեր քաղաքական ուժերը ես կարծում եմ նույն ճանապարհով չեն գնալու։ Նիստերին մենք քաղաքացիական պայմանագրին տեսնելու ենք, այսպես ոչ միայն տեսնելու եք, նաև լսելու եք, նաև հբարդանալու եք։ Մտահոգ ենք առ ժամանակ չենք տեսնում, դրա համար է գործընկերոջից հարցը։ 15 րոպե չեն թողնում։ Շնորհակալ եմ, զգացված եմ, ընկեր Ղուկասյան։ Երբ կայացավ ձեր հաշտությունը, այս պահին թե դրանից Բայց ես գեշտված չեմ եղել, ընդհանրապես որից է մեկի հետ։ Բարևեցինք, շատ նորմալ։ Չէ, կոնյակ բանով, բանբաներկով չեմ եկել շնորհավորել, բայց իհարկե մենք բոլորս հայ ենք, գյումրեցի ենք, ոնց կարող ենք չբարևել, ասենք այդ ինչ է։ Մենք յուրաքանչյուր նիստից առաջ հավաքվելու ենք, անցկացնելու ենք խմբակցության խորհրդակցություն, որոշելու ենք ընդհանուր
ամենքս մեր ունեցած միտքը, գաղափարը, մեր կարծիքը հայտնելու ենք, ընդհանուր մեծամասնության կարծիքով ենք առաջնորդվելու ժողովրդավարական ճանապարհով։